Եկեք միասին պատրաստենք շատ համեղ և մատչելի բիսկվիթ, որը ստացվում է անչափ փափուկ, նուրբ և համեղ։ Կարող են պատրաստել նաև պարզ պահողները։ Մեզ անհրաժեշտ է ցանկացած տեսակի հյութ։ Ես պատրաստելու եմ դեղցի հյութով։ Վրան ավելացնում ենք բուսայուղը, շաքարավազը, վանիլինը և փխրեցուցիչը։ Բոլորը միասին հարում ենք։ Այստեղ անգամ հարիչի կարիք չկա, քանի որ շատ արագ և հեշտ է պատրաստելը։ Ավելացնում ենք ալյուրը, այնքան ենք ավելացնում, մինչև ստացվի բիսկվիթի խտության խմոր։ Ալյուրի քանակը կախված է հյութի խտությունից։ Ավելացրել եմ նաև մի փոքր քրքում գույնի համար։ Եթե դուք այլ հյութով կպատրաստեք, կարող եք քրքում չավելացնել։ Ինձ մոտ այսպիսի սիլիկոնե ֆորմա է, յուղապատում ենք և խմորը լցնում ենք մեջը։ Փայտիկի օգնությամբ հանում ենք ավելորդ օդը, որպեսզի հավասարաչափ բարձրանա։ Տեղափոխում ենք նախապես տաքացված ջեռոց, թխելու ենք 170 աստիճանի տակ 45-ից 50 րոպե։ Պատրաստ լինել ստուգում ենք փայտիկով։ Շրջում ենք և հեշտությամբ հեռացնում ենք սիլիկոնե ֆորման։ Թողնեք անպայման սառի, նոր հեռացնեք, այդպես ավելի հեշտ է լինում և ճաքեր չեն առաջանում։ Քանի որ ես մի փոքր շտապեցի և տաք վիճակում եմ հանել ֆորման, մի փոքր ճաքեր են առաջացել, բայց դա մեզ չի խանգարում համեղ բիսկվիտը վայելելու համար։ Վրան ցանում ենք շաքարի փոշի և վայելում ենք 1 գավաթ սուրճի կամ թեյի հետ։ Խմորը մի փոքր թաց է ստացվում, կարծես թե հում լինի, բայց հում չէ։ Նման է շատ բրաունիի։ Տեսեք, թե ինչքան բարձր ու փափուկ է ստացվել։